Մարդկությունը իր ողջ պատմության ընթացքում մի անփոփոխ օրենք է ունեցել. խլել կամ պաշտպանել, կամ խլածը պաշտպանել, ինչպես օրինակ մեր թշնամին, թուրքը։ Հետևաբար դու չես կարող աշխարհին կամ բնությանը նոր օրենքներ թելադրել։ Ինքդ պետք է փոխվես, հարմարվես, հակառակ դեպքում կցեղասպանվես։ Չես կարող խլել, գոնե պաշտպանել սովորիր։ Պաշտպանիր ստեղծածդ, գուցե մի օր էլ կարողանաս քեզնից խլածը հետ բերել։ Իրականում այո, մենք չկարողացանք Արցախը պաշտպանել։ Մենք չկարողացանք պաշտպանել, որովհետև չգնահատեցինք եւ չգիտակցեցինք 90-ականների հաղթանակի քինը։ Բայց կարծում եմ նորից կկարողանանք հետ բերել։ Ամենայն դեպս հույս է ներշնչում մեր երիտասարդությունը։ Առաջին անգամ երիտասարդների ոգևորվածությունը, քաջությունը եւ հերոսությունը ես տեսա 44 օրյա պատերազմի օրերին։ Եվ այսօր ես նորից շարունակում եմ դա տեսնել։ Օրինակ այս անգամ մենք խոսելու ենք մի երիտասարդի հետ, ով 2020 թվականի 44 օրյա պատերազմի օրերին ժամկետային զինծառայող էր, շարքային գնդացրորդ, ով վիրավորվեց, կորցրեց առողջության մի մասը, կորցրեց շատ կարևոր կենսական օրգաններ, բայց այսօր ինքը իր գիտակցությամբ պահպանում է հայրենիքը վերադարձնելու մեծ ցանկությունը։ Եվ այս երիտասարդներն են, որոնք մեզ ուղեկցելու են դեպի Արցախ։ Այո, ճանապարհ դեպի Արցախ լինելու է։ Այս անգամ կքննարկենք Արտուր Ասեսյանի հետ։ Արտուր ջան, ողջույն։ Բարև Կարեն ջան։ Ոնց ես։ Լավ, դու։ Նորմալ։ Շատ խանգարև երկիրդ։ Չէ, Կարեն ջան, արդեն հարմարվել եմ ամեն ինչի։ Արցախի կուրսին ես հարմարվել։ Չէ։ Այդ մեկին հարմարվել չի եղնի։ Չիտպես եղավ Արտուր կարծիքով։ Դե Չկրվեցինք, հա, երևի դրա համար էր, թե ինչն էր պատճառը։ սուտ կեղնի է տեսենք չկրվեցինք, այն կյանքերի հանդեպ անհարգանլի կեղնի օրսենք չկրվեցինք, մենք ամեն ինչ երել ենք, բայց թե ինչի մեծ հարց է։ Այսօր ավելի շատ կմեղադրեն տարբեր շրջանակներ, թե չի կրվե հայ զինվորը, հայ մարդը չի կրվե, զինվորը մենակ է մնացած եղե, զենք չենք ունեցել։ Այդ մասին ես դու որպես ժամկետային զինծառայող, ինչքան ժամանակվա ծառայողի հետ ընթացքում։ Տարի ու կես արդեն, համարյա տարի ու կես։ Այսինքն հասցրել է իշ հասկանալ բանակը ինչ է, առավել եւս պաշտպանության բանակը ինչ պոտենցիալ ունի։ Այ ո՞րն է խնդիրած քեզ։ Միգուցե անտարբերությունն էր, մարդիկ կային որ անտարբերություն ցուցաբերեցին մեր հայրենիքի հանդեպ, բայց հայ զինվորները միշտ էլ կանգնած էին։ Մենք բոլորս մինչև վերջ կանգնանք ու յուրաքանչյուրս այդ պոստի ու ոչ մենակ այդ պոստի պատրաստ ենք թե մեռնել, թե ապրել մեր հայրենիքի համար։ Ես հիշում եմ, ինքս պատերազմի ժամանակ այդ պոստում եղել եմ 4-րդ պաշտպանականի 106-ը։ Ամենաերկար պոստն էր տարածաշրջանում 800 մետր, ուտեղ ամեն տեսակի զենք, զինամթերքի թշնամին փորձեց, բայց բոլոր դեպքերում չկարողացավ, չէ՞ ներս մտնել։ Ամեն ինչով է խփեցին, մենք է պատասխանել տվեցինք, ամեն ինչով։ Այդ մասին մի քիչ կպատմես։ Ես քիշեմ հենց այդ օրվանից, Կիրակի օրեր, առավոտ էր, լավ տրամադրությունով ելանք ու հենց առավոտն էլ սկսվեց։ Ելանք, նախապատրաստվանք, շատ արագ, օպերատիվ բարձրացանք վերև, զբաղեցրեցինք մեր պոստերը, հետո ժամանակի ընթացքում մեր կամավորներն եկան, մենք բոլորս արդեն գիտենք, մեզի նախապես ամեն ինչ սորվեցրել էին, ինչ պետք է անենք, ով որտեղ պետք է կանգնի, ու ամենաշատը կհիշեմ մեր սպաներին, մեր կապիտանը այդ վաղտ արձակուրդ էր, ինքը գյումրեցի է, Գյումրիից եկե հասել էր, մեր մայորը Զամկամբատը էլի մեր հետ էր, ես քիշեմ ինչ իրանք սաղ պոստերով, սաղ կրակային կետերով կշրջեին ու յուրաքանչյուր զինվորի ուղղակի կվստահեցնեին, որ ամեն ինչ շատ լավ կեղնի։
այդ ամեն ինչը, այդ միջավայրը անմոռանալի է, թե ինչ ենք մենք եղբայրացել, թե ինչ ենք մենք կանգնել այդ պոստին, ինչ ենք հոգ տարել մեկս մյուսից մասին, ես մեծ վիրավորանք կապրիմ, որ այդ ամեն ինչից հետո կարող ասան, որ հայ զինվորը չի կռվել ու պատրաստ չի եղել պատերազմի։ Այո, ասեն հայ զինվորը չի կռվել, ես կհիշեմ Ֆեշերին, Խաչիկին կհիշես, այդ 800 մետր այդ տղեն նորական երևի մի 100 անգամ կամ գուցե ավելի շատ անընդհատեսպես վազելու մեջ էր ինքը միշտ մերդ էր, որ ինքը հասներ ընտածքից եթե հարմար կերներ կկրագեր անպայման։ Այո, ասեն չի կռվել, ինձ Խաչիկի վազքը, որ այդ իրա արագ այսպես տեին հասնել աչքիս առաջ կուկա թե ինչ կա։ Վերջի անգամ հենց մինչև Արյուն շատ կորցրեցի ու չէի կրնա աչքերս բացեի, Խաչիկին եմ տեսել, վերքերս ինքը կմակրեր, ես քիշեմ իրա հոգատարությունը, իրա անհանգստությունը, ինչ արագությամբ ինքը եկավ, վերքերս մակրեց, կազմակերպեց մեքենան, որ մենք նստինք ու շարժվինք դեպի հոսպիտալ, այդ ամեն ինչը ես շատ լավ քիշեմ։ Դե քու վիրավորել ես շատ աբսուրդ։ Կարող է բոլոր դեպքերում դիրքերը ամուր չէին, դրա համար դու վիրավորվեցիր։ Դիրքերը ամուր էին, բայց մենք բոլորս մինչև վերջի շունչ պատրաստ էինք մեր տված հրամանը կատարելու։ Ես վիրավորվել եմ ոչ թե որովհետև ամուր չէր կամ լավ սարկած չէր։ Եթե լավ սարկած պոստեր չեղներ, մենք արդեն վաղուց էինք մահացել։ Ես քիշեմ ամեն առավոտ բլինդաժին ռումբերից զարթնելը։ Ես քիշեմ ամեն անգամ, երբ որ անօտաչու սարքերը մեր վերևը կշրջեին ու մենք հենց կրագային կետում էլ պայենք մտել այդ ամեն ինչից, որ մեզի չկրնանա վիրավորը։ Ուղղակի հրամանը կատարելու ընթացքում, ծառայությունը կատարելու ընթացքում ես վիրավորվել եմ։ Այդքան բան։ Դու գնդացորդ ես։ Ես գնդացորդ եմ։ Ամենակարևոր պատասխանատու գործերից մեկը չէ, որ նույնիսկ տադրենկոտային հարվածների կամ հրետանու դեպքում բոլորը իրավունք ունեին պատասխանվելու, բայց դու դի հսկեիր տարածքը։ Պես բիերներ։ Ու հենց այդ ծառայության ընթացքում է դու վիրավորվեցիր։ Հենց այդ ծառայության ընթացքում ես պիտի ուշադիր եղնեի թե թեթև թրջող սարքերը, թե թեթև զրահատեխնիկան գալուց, թե ուղի բացելու ընթացքում պայթուցիկ նյութերով։ Այսինքն տիպուկահար է աշխատեց։ Չէ, իրանք ավելի շատ մեծ կրագային քանակով վերցրեցին, թե բնական է իրանց դիրքերից կերևար որոշակի կարևորագույն կետեր, իրանք մխված այդ կետերին կխփեին ու պես ստացվեց, որ այդ կետերի մեկի մեջ ես արդեն դիտարկում կկատարեի։ Բայց կետը չդիմացավ։ Կետը դիմացավ։ Ուղղակի Մասն է, ուզում այդ մասին ավելի ստակ, որովհետև ավելի շատ տարածված էր նաև խոսակցություններ, որ չկա շինարարական լավ կառույցներ, լավ դիտակետեր եւ արդյունքում մարդիկ զոհվեցին։ դիտակետի ամրության վերաբերյալ կասկած չի կարող լինել, որովհետև այդ դիտակետի մեջ ես եղել եմ պատերազմի սկզբից մինչև իմ վերջին տեղ եղած սորը։ Եղել են շատ հարվածներ այդ նույն դիտակետին։ Ուղղակի բախտի բան էր։ Ճակատագիր էր, պես ու դե, բայց թե ինչ ամրություն է ունեցել այդ դիտակետը, ինչ ամրություն է ունեցել այդ պոստը, ուղղակի հրաշք էր։ Ամեն ինչ հնարավորին չափով ապահով էր, նույնիսկ պատերազմական ժամանակահատված։ Ես հիշում եմ նույնիսկ արդեն նոյեմբերի 9-ի այդ խայդարակ փաստաթղթից հետո ադրբեջանցիները ռեպորտաժներ սարքեցին ու դա խոսում էին հայկական դիրքերի ամրությունից, անհավանական սարքավորումներից, այսինքն պատրաստվածությունից ու հենց կոնկրետ Աղդամի դիտակետերի մասով իրանք առանձին ռեպորտաժ ունեին։ Հենց այդ ամրության մասով։ Իսկ ինչքանով էր ապահովված հայ սպաների կողմից հայ զինվորի անվտանգությունը, այսինքն դες հաջախագի է խոսում նաև այն մասին, որ սպայակազմը ինքը զորքին թողել է, չի գնացել է, չի կանգնել կողքերը, չի աջակցել կամ ճիշտ չի նախապատրաստել, այ որպես ժամկետային զինծառայող, որը այդ օրերին մասնակցել է ռազմական գործողություններին, կարծիք է շատ կարևոր էր բոլորիս համար։ Սպայական անձնակազմը այնքան ինքնուրաց էր այդ ժամանակ, այնքան օգտակար էր մեր հանդեպ, որ տարբերություն չկար, մենք իրանց ավակներն ենք, աղբերներն ենք, թե ուղղակի անծանոթ մարդիկ ենք, ովքեր ծառայենք, իրանք մեզ վերաբերվեին իրանց հարազատ եղբոր ու տղու պես
Ես քիշեմ մեր սերժանտներից մեկը ինքը ժամկետային չէր, արդեն պատերազմի ժամանակ, երբ որ վարորդի կասկեն վնասվավ, ինքը իր կասկեն տվեց, ու չթողեց աներ։ Ես քիշեմ այդ ամեն ինչը, ինչ հոգատարությամբ մեր սպաները մեր կողքին կվազեին, ինչ հոգատարությամբ ուշադիր էին, որ ոչ մեկից ոչ բան չեռնին։ Իրանք դաժե շատ գործեր կուզեին իրանք իրան ուղենեն, ուղղակի արդեն մենք չէինք ուզել իրանք վնասված կստանային կամ ինչ-որ ոչ ապահով կոդում գտնվեին, ու մենք չնվեցինք, բայց իրանց որ թողնեինք այն մեծ սերն ու հոգատարությունը նոր կար, լիովին կցուցաբերեին յուրաքանչյուր տեղ։ Արթուր ջան, մեկ դες ինչ է ուզում իմանալ, այդ որպես պատերազմ մասնակցած, պատերազմը տեսած եւ պատերազմի հետևանքները նաեւ քո առողջության վրա զգացած մարդ։ Ինչ ես կարծում, հնարավոր է Արցախը ուղղակի ուրանալ, մեր պատմությունը ուրանալ եւ գնալ խաղաղ ապրել։ Այդ գնով խաղաղությունը հնարավոր է որ լինի։ Պատմությունը չի կարելի մոռանալ։ Անցյալում ինչ կատարվի ապագայում կրկնվի։ Չի կարելի անցյալը մոռանալ։ Այն ամեն ինչ, այն զոհերը, այն ամեն ինչ որ մենք վերապրել ենք, պետք չէ մոռանալ, ու պետք չէ այդ ամեն ինչը ուղղակի շատ թեթև վերաբերել։ Իսկ հնարավոր է Արցախը հանձնելով խաղաղություն ձեռք բերել։ Ինչ կարելի է տները հանձնելով, ազգը ծախելով խաղաղություն ստանալ։ Այդ դեպքում մենք ինչ պետք է անենք, որ նորից կարողանանք վերականգնվենք ու նորից կարողանանք դեպի Արցախ ճանապարհ հարթենք։ Այդ քո կարծիքով որպես նախկին զինծառայող ամենակարևորը առաջի հերթին չմոռանանք թե ինչ է եղել։ Երկրորդը նորից նույն ծերի օկատար ու միասնական եղնենք։ Չբաժանվենք գյումրեցի, երևանցի կամ այլ արցախցի, հայ։ Ու հայերով հետ բերենք են ինչ որ մերն։ Պատրաստ ես նորից մտնել պատերազմի դաշտ։ Միշտ։ Ապրես, շնորհակալ եմ։ Տարբերակ չկա, մենք նորից հետ վերադառնանք Արցախ, ու միշտ տարբերակ չկա ցավոք տանը։